Ուզում եմ կյանքում երջանիկ լինեք, ուզում եմ շողակ, ժպտակ ու ապրեք, ուզում եմ սիրեք ու սիրված լինեք, իմ թանկագին հետևորդներ ջան, բարի լույս, բարի առավոտ, իմ չնքնաղ հայուհիներ, իմ չնքնաղ հետևորդներ ջան, այնքան ուրախ եմ, որ ձեզ ունեմ, թող ձեր օրը բացվի խաղաղ, ուրախ և օրհնված։ Այսօր նոր տեսանյութս սկսում եմ այսպիսի համեղություններով, տարբեր տեսակի բանջարեղեններով և կանաչիներով, առավոտ ժամը 7 է, արդեն քաղել ենք, հյուր ենք գնալու, պետք է դասավորենք։ Արդեն սիրելիներս մեր քաղած բոլոր բանջարեղենները դասավորել ենք պակետների մեջ, սովորական ամենօրյա և դրել ենք մեծ պակետների մեջ, երեկոյան աշխատանքից հետո հյուր ենք գնալու ենք մեր ամենամտերիմ բարեկամներին հյուր, 2 տուն ենք գնալու և 2 մասի ենք բաժանել բանջարեղենները, առանձին կոկիկ դասավորված դրած ենք, մի քիչ կաշխատեն նոր կգնանք, ինչ լոլիկների տեսականի ունենք դրել ենք, ինչ ունենք դրել ենք սիրելիներս, դասավորել ենք, հիմա դնենք սառը տեղ պատրաստ լինելու համար։ Հետևորդներ ջան, լոլիկ ենք քաղել, հələ լոլիկի մեծությունը նայեք, այս պահելու եմ սերմացու, սերմ եմ վերցնելու, թողնելու եմ լավ հասնի լոլիկը և հանեմ սերմը ու չորացնեմ, մեծությունը նայեք, քաղցր, բիջի սերցը, սա էլ այս լոլիկն է, հələ այս մի տեսակի լոլիկը, սրանից էլ եմ թողնելու, այս տեսքը տգեղ է, բայց ինքը շատ քաղցր, հələ մոտիկ բեր, ինքը շատ քաղցր, ոնց որ շաքար, ամենայն ազնվությամբ, հետաքրքիր տեսք ունի, սրանից էլ եմ վերցնելու, հա, շատ համեղ լոլիկ է, մանավանդ սալաթի համար, հիմա վարունգ, կարմիր սոխ, լոլիկ, կանաչիներով սալաթ ենք սարքելու, անուշ անենք, համեցեք մեզ հետ միասին անուշ անելու։ Քաղել է բանջարեղենների փունջ, սիրելիներս, սմբուկ, լոլիկ, պղպեղ, կարմիր և կանաչ, դեղին և կանաչի, այսօր պատրաստելու է համեղություն սմբուկով, հետևենք, տեսնենք ինչ է պատրաստում։ Դե իհարկե սկսում է բանջարեղենները մաքրելով և լվանալով։ Լվացած մաքուր բանջարեղենները սկսում է կտրտել, հիմա սկսել է սմբուկից, սմբուկը կտրտում է շրջանաձև։
Սմբուկները շրջանաձև կտրտեց, լցրեց աղաջրի մեջ, հիմա կտրտում է բիբարը և պամիդորը։ Կտրտած սմբուկները արդեն 15 րոպե աղաջրի մեջ են, հիմա պետք է հանի։ Արդեն լավ նրբացել են, սև ջուրը դուրս է տվել, մեջի դառնությունը, հետևորդներ ջանելը ջրի գույնը տեսեք, հիմա կջրքանվի, նոր ինչ-որ պատրաստելու է կպատրաստի։ Աղցանի բոլոր բաղադրիչները արդեն կտրտած, լվացած պատրաստ են, տապակի մեջ լցնում է բուսայուղ, որ կտրտած սոխը տապակի, կարելի է այս աղցանը անվանել տաք ուտեստ կամ տաք աղցան։ Մանրացրած սոխը տապակվելուց հետո ավելացվել է աղացած միսը և տապակում է։ Ընթացքը հետևենք սիրելի հետևորդներ ջան, կտեսնենք ինչ է պատրաստում։ Միսը սոխը լավ տապակվել է, ավելացնում է մի փոքր սովորական սառը ջուր, որպեսզի համ լավ այդ աղացած մսի գնդերը բացվեն և փափուկ լինի, համեմել է սև պղպեղով, կարմիր պղպեղով, աղով և թարմը, մի փոքր մաղադանոց, շատ քիչ, համեմ և սամիտ, կանաչիները շատ քիչ է մանրացրել և ավելացրել։ Սիրելիներս, պանիրի մի շերտը ցանեց կալկայի վրա, շարեց սմբուկները և հիմա նորից լցնում է պանիր։ Պանիրը լցնելուց հետո դնելու է ջեռոցը։ Ты думаешь, это будет вкусно? Շատ։ Ты уверена? Шот.
Թողամ քեզ մի քիչ ֆարշուլա Չէ։ Եմ բիբար բաներ չեմ ուզելու մեջ։ Որ կա։ Բիբար որ կտրտել ես ֆարշի մեջ։ բիբար է։ Չէ։ Շատ է լավ ֆարշ։ Շատ չեսի գարուշին թողին կարող ես նորեն։ Էդի պետք է փաթաթվի չի թափի։ Չէ, հեսա տոտա։ Ты сможешь. Ой. Опа. Теперь мы мотаки наганаем. Вот так давайте. Это лишнее. Масса для вас. Что ты гапсаешь? Папа, чем поможет? Она кисть тахтатюра. Ой, тапим. Ай. Рабочий саксапим. Цин. Şunu скатırıyor mu? Տեսեք, սիրելի հետևորդներ ջան, ինչ ընտիր ստացվեց, կարմիր, խրխրթան, ընտիր, պատրաստեք, հաստատ կհամոզվեք, որ շատ լավ է ստացվում, համ տեսքն է ընտիր, համ էլ համը։ Սիրելիներս, ինձ մնում է բոլորիդ ասեմ բարի ախորժակ մեզ, ձեզ էլ բարի դիտում, սա էլ մեր համեստ, ընտանիքի համեստ, ընթրիքի սեղանը, կարտոֆիլի պյուրեով, տաք աղցանով, մայրաքաղաքային աղցանով, հողամասից հավաքված բանջարեղեններով, պանիր հացով, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, թանկագիններս։ Շարունակում ենք գործը, այդ ընթացքում հյուր ունեցանք, մեզ հյուր է եկել Հարութը և Այլենան, Մարինկան գնաց կոֆե գնելու, թե ինչ մեր կոֆեն չցանկացան, որ նկարվեին, դրա համար սիրելի հետևորդներ ջան, հողամասից են գալիս, ասում եմ այդպես մի նկարի Ալոնան, դրա համար չեմ նկարում, ուղղակի ցույց եմ տալիս գործը մեր աշխատանքը որդուց և ամուսնուց արդեն լավ հարթեցնում են, այդ տարածքը վերջացրեցին, հիմա պետք է անցնեմ դուրս, դա էլ արդեն երևի վաղը կմնա, հիմա չգիտեմ, կսկսեմ, թե չէ։ Կռացած ուզեկուս գործ է անում, տեսնում եք, հանգիստ չունի, հոզորով չի, հենց փոքրուց էլ այդպես անհանգիստ աշխատասեր ձեռքի հունարով տղա է մեր Նորիկը, սիրելիներս չեմ գովաբանում, հենց իրոք դուք տեսնում եք, մեծին հարգող, ծնողասեր,
ընտանիքին նվիրված որդի ունեմ, ցանկանում եմ բոլորին այդպիսի որդի։ Как не закончили, то учили. और मत आलना लाओ थे तो ठीक होने देना तू पालो कति बजे में Рубжан, ты учись, смотри, будешь тоже делать. учись студент Учись, студент, давай, поехали, студент уже. Куда ты пойдешь? Не пойду, да? подожди Аня подожди Не можем. Томен ари гаршик ари Красота, все. это как тебе Вы у себя сделаете, потом к нам идете Да, да. делать, да? और तू скажи деньги где спрятал Хорошо, Понимаю. выковаем процесс. Меня не снимайте. а ту бутана сетран гаршик ту Не, ты мне кипиш надо. А расскажи подписчикам здравствуйте. я не знаю там гаршик спрятал Опа. все гранат Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը։ Ուզում եմ իմ շնորհակալական խոսքը նաև հոլովակի վերջում բոլորիդ ասել։ Շատ շնորհակալ եմ ձեր դրական, մարդկային տեսակի համար, ջերմ գրառումների համար։ Համբուրում եմ բոլորիդ թանկագիններս։ Թող ձեր կյանքի բոլոր օրերը օրհնված լինեն։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։